Սահմանադրական դատարանի դատավորները բոլորը այս պահին շատ լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած։ Ուրեմն եթե դուք նույնպես համարում եք ոնց որ կարծեմ Գալյան, հա, նախարարը, որը հարցնում էր արդյոք այդ խոսքը, այդ խոսույթը, ատելության խոսույթը ուրեմն վերաբերվում էր ժողովրդին։ Դուք հասկանում եք, երիտասարդ կին հարց է տալիս, ոչինչ որ այդ ատելության խոսքը վերաբերվում էր նրա քաղաքական հակառակորդներին, բայց ոչ թե ժողովրդին։ Այսինքն դուք տարբերություն եք դնում, հա, դրա մեջ։ Դուք հասկանում եք, որ այդ խոսույթը կամ այն մյուսին ասեմ, հետո նոր անցնեմ դրանց ասածների մեկնաբանությանը։ Դատավորն էլ հարց է տալիս, ասում է, ինչ է դուք մեր ժողովրդին զոմբիի տեղ եք դրել, մեկն ասել է, չի ասում ով է այդ մեկը, շուն շանգյալ ու դրանից ուրեմն ժողովուրդը վախեցավ կամ չգնաց ընտրությունների կամ լուրջ եք։ Այսինքն դուք համարում եք, որ այդ խոսույթը քաղաքական ասպարեզում, այն էլ պետության ղեկավարի շուրթերից ընդունելի է, որովհետև դա վերաբերվում է նրա քաղաքական հակառակորդների։ Իսկ դուք հասկանում եք, որ այդ ամբողջը գալիս է դեպի երիտասարդություն, դեպի մեր երեխաներ, եւ նրանք չեն նայում, թե ում է ուղղված այդ խոսքը։ Նրանք նայում են, թե ինչ կարելի է, որ կարելի է այդպիսի բան, որ կարելի է մեկը մյուսին հայոյանքով, մեկը մյուսին դանակահարություն, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Հասկանում եք ինչ պատասխանատվություն եք վերցնում ձեզ վրա։ Լրիվ եք կորցրել ձեզ։ Ձեր դաստիարակությունն էլ է նույնը։ Որ կարելի է արդարացնել, հա? Եվ դուք հիմա համարում եք, որ կարելի է ասել, որ դա դե ինչ արած, ոչինչ էլի, ոչինչ, բերեք ներենք, որովհետև ինքը այդպիսի հրետոր է, այսպես ասած։ Դուք հասկանում եք ինչ պատասխանատվության տակ եք։ Եթե դուք չընդունեք այնպիսի որոշում, որը բացառում է ընդհանրապես այսպիսի երևույթները մեր հանրության մոտ, դուք վաղը պատժվելու եք նույն ձևով, ինչպես մյուս հանցանք կատարողները։ Սա լուրջ հարց է։ Միգուցե այսօր ձեզ թվում է, թե եղածն ինչ է, որ միգուցե, որովհետև ձեր պատկերացմամբ կներվի կգնա, չի ներվի։ Վերջիվերջով ազգը չի թույլ տալու այդպիսի մոտեցումներ արտահայտվի այն մարդկանց կողմից, որոնք իրենց վրա վերցրել են իշխանության պատասխանատվությունը։ Ես չեմ խոսում այն բանի մասին, թե ինչպես էին ուրեմն մանիպուլյատիվ ձևով եւ դեմագոգիկ ձևով պատասխանողները փորձում ամեն ինչը արդարացնել եւ հետո էլ ասել, որ ոչ մի ուրեմն այսպես կոչված փաստարկներ չբերեց, որպեսզի համոզի, որ այդ ընտրությունները անցել են այսպես կամ այնպես։ Իսկ ինքներդ չեք տեսնում ոնց անցավ։ Դուք ինքներդ եք ասում, լավ, թողնենք ապրիորի եմ ասում, հա։ Դուք ինքներդ ասում եք, որ բազմաթիվ դեպքեր են եղել կաշառակերության, կաշառք բաժանելու, կաշառք եւ այլն։ Այսինքն դուք ընդունում եք ձեր ղեկավարն էլ ասեց, սկզբից ասեց 100% ուրեմն ձայն տվողները բոլորը կաշառք են վերցրել, դուք հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Հետո հասկացա, որ մեր նմանները ասում են, թե ոնց որ իրավունքով ես դու դա ասում, ասեց լավ 70%-ը։ Բայց եթե 70%-ը այսօր ձեր պատճառով, ձեր համակարգի պատճառով, ասենք թե պատկերացնենք, ել եմ ասում ապրիորի, կաշառք է վերցել կամ բաժանել, ուրեմն այդ ընտրությունները չեն կարող լինել օրինական։ Թողնենք թե մնացածը ինչ է եղել, ոնց է եղել։ Կամ ձեզ ասում են, թե այդպիսի շոուներ եք կազմակերպել, $1 միլիոն, չգիտեմ ինչի եւ այլն։ Ու դուք դա համարում եք, որ տեսեք մենք բոլոր արձանագրությունները տվել ենք, բոլոր բացատրությունները տվել ենք, հա, այդ ինչ դժվար է իշխանության համար տալ այդպիսի բացատրություններ։ Այն կամպանիան, որը որ ձեզ հետ սերտ հարաբերություններում է, մեծ ուրախությամբ այդ ամենը կանի։
Դե եկեք վերահսկողությունը հստակեցնենք։ Բերեք հասկանանք այդ դեպքում իրականում այ աուդիտ կոչված անկախ աուդիտ անենք, տեսնենք իրականում այդպես է թե չէ։ Ուրեմն այս ամենի հարցը ինչու՞մն է, որ չեմ խոսում նրա մասին, որ Բարգավաճ Հայաստանի կուսակցության վերաբերյալ սա իսկապես ծաղրանք է, արտառոց իրավիճակ է, որ մարդը իրեն հարց են տալիս, ասում են, եթե այդ երկու ուրեմն տեղամասերում չեղարկումը չլիներ, հա, կանցներ Բարգավաճ Հայաստանը, ասում եմ, ես չգիտեմ, ես այդպիսի բան փաս չկա, որպեսզի մենք ոնց, քեզ պարզ հարց են տալիս, ասում են ինչու չեք կատարել դատարանի որոշումը, որպեսզի վերահաշվարկ լինի կամ վերաքվեարկություն լինի, ինչու չեք կատարել դա, եթե դուք ամբողջովին համոզված եք դրանում, թե դրա միջոցով եք ուզում ապահովել ձեր գոնե այդ 3/5-ը, բա խայտարակություն չի ինչ է, ամոթ չի ինչ է։ Պարսակցին ավելի չի եղել ձեզ հարց ուղղելու, պատահական է, որ Մեդվեդևը նաև իր խոսքում հենց Գայիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ապօրինության մասին խոսեց։ Ես դա չեմ ուզում քննարկեմ, պատահական էր թե պատահական չէր, հարցը լրիվ ուրիշ կտրվածքով պետք է նայել, արդյոք կարելի է հենց այս պայմաններում, երբ որ ընտրություններ են եւ ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում սկսել խոսել նրանց սեփականության անօրինականության մասին։ Այս սա է հարցը։ Եթե դուք այդ սկզբունքային անձնավորություններն էիք, դուք օրենքի ուրեմն կողմնակիցներն էիք, դատախազից սկսած, ուրեմն դատավորներ եւ այլ քննիչներ եւ այլն, ինչ էիք սպասում, որ ձեր начальնիկը հրամանը տա, որ նոր կատարեք։ Ձեր իրավասության մեջ էր, գնայիք իրականում, եթե իրոք այդպես էր, ժամանակին անեիք 3 տարի, 10 տարի, 8 տարի անցել է։ Բայց բոլորը հասկանում են, չէ՞, որ դա շինծու հիմա ուրեմն գործողություններ են, որովհետև չի համաձայնվել Գագիկ Ծառուկյանը, որպեսզի ինքը այս պայքարից դուրս գա եւ այլևս չբողոքի եւ այդ պայմաններում դե հիմա կտեսնես ես քեզ ինչ կանեմ, էսա։ Են իրոք էլ ենես տպավորությունը ոնց որ քուչի կռիվը լինի։ Այս ամբողջ պայմաններում գնահատական են տալիս արդեն այլ երկրների ուրեմն ներկայացուցիչներ, որը մեզ համար հարիր չի ուղղակի։ Այնպես որ ես այստեղ տեսնում եմ հետևյալը։ Ուզում եմ նորից շեշտեմ Սահմանադրական դատարանի դատավորներին։ Հա, ես տեսնում եմ, որ առնվազն 2-3-ը կարող է պատահի, ուրեմն արդեն իսկ միանշանակ արտահայտեցին իրենց վերաբերմունքը եւ միայն ու միայն իշխանական ուրեմն փաստարկների, այսպես ասած, կողմնակիցն են եւ այդպես էլ ուղղորդվելու են։ Բայց ես ընդհանուր դատարանի մասին եմ խոսում։ Ես ասում եմ, որ դատավորները ներկայացնում են դատարանը, այն էլ բարձրագույն դատարանը, այն ինչ որ պետք է որոշի, որն է իրականում ընդունելի հասարակության համար, պետության համար, ժողովրդի զարգացման համար եւ որն է որ չի կարելի ընդունել։ Եթե դա այդպես վերաբերվեք, դուք ուրիշ ելք չունեք, դուք պետք է ընդունեք ամենաարդար եւ ճիշտ որոշումը, որովհետեւ եթե դուք հիմա այս ամենը համարեք օրինական կամ առանձնապես ոչ մի այսպես նշանակություն չունեցող, ինչպես դրանք են ասում, արդյոք դա ազդել են ուրեմն ընտրությունների ուրեմն ընթացքի եւ արդյունքների վրա։ Իհարկե ազդել են։ Անկամ եթե թվային առումով չեն ազդել, բարոյապես են ազդել, որովհետեւ դուք դրա այս օրինակով նորից վստահություն եք կորցնելու, նորից հուսախապ եք անելու մեր ժողովրդի ահռելի մեծ հատվածին եւ նաեւ այն սերիալների նման այդ խոսույթը ավելի եք ամրապնդելու մեր երիտասարդության լեքսիկոնի մեջ։ Այս ամենի մասին մի հատ մտածեք։